Համասկային ընտանիքյանով գլխավորապես Երբարվեստի հաղթախումբի ընկերներու եւ ընկերուներու անով բարիկալուստ բոլորիդ այստեղ թեմքեր կան, որոնք կարծեք այս ցուցասրահի հավատարիմ այցելուներն են, անում դարձյալ տեսնել մեծ մասնավորություն են, իսկ անոնք որոնք առաջին անգամ գայցել են այս ցուցասրահը, արի գիտությունս ենք, որ արդեն մեր 11-րդ դարին է, որ որպես համասկային ցուցասրահ կգործե այս կառույցի մեջ։ Հավանաբար բոլոր նշмарեցիք տանսկիչն պատասխանելով, որ այսօր ես սովորական ավելի քիչ ուրախ եմ, այս խոսքով եմ գճարակայտ է, եւ բազմաթիվ պատճառներ կան այսպես զգալու։ Առաջին, վերջին աշխով ամեն օր բադահելի թեփք չէ, որ այս հարգին դակ հայրենիք են 3 երրասարդ եւ դանդավոր արվեստագետներ մեզի հետ ալան, հայտնելու համար իրենց աշխարհը քույներու եւ քթերու միջոցով։ Իսկ եթե վերջին 3-4 ամիսվա ընթացքին մեր բանակցություններու, մեր գաբերու ընթացքին, մեր թիմակրաված խոշնտուկներուն ծանոթ լակ, իրավես հրաշքի համաձոր երևույթ է, որ այսօր իրենք խոսեն։ Թորոնտո, Երևան, Մոսկվա, Թորոնտո, long distance հեռացայինները անչափ գործեցին, վերջապես կարելի եղավ իրենք այստեղ ունենալ։ Եվ ադիգա իրավես ձևովը վստակումն է այս բոլոր աշխատանքին։ Անցյալ տարի այս շրջանին էր, երբ Երևանի մեջ վերջերս գազմված երդասարդ նկարիչներու միության անով սիրելի Սամվելը գայցել էր Թորոնտո եւ կներկայանար համասկային սելով, որ կփապակի, որ հայգեցոնի մեջ ներողություն Հայաստանի նկարիչների գետրոնի մեջ գործող խումբ նկարիչներ լավ գլար, որ կային եւ Թորոնտոյի մեջ իրենց արվեստը բաժնեին քաղաքից արվեստասերներուն հետ։ Առաջին Արիստոյով իսկ միան եւ միան խանդավառեց մեզի առաջարկը, որովհետեւ մենք կգարձեինք, համոզված էինք, որ նման նախաձեռնությամբ մի քանի հրաշալի իրագործում է որ դերեք ունենալ։ Առաջին եկեք ամենքս ընդունենք, որ հայրենիք սփյուռք հարաբերությունները բնականալ եղած չեն, գավը եղած է պատահական եւ հաջող անբնական։ Ուրեմն վերջին շրջանի համեմատական թրագան պայմաններու
ընդհանուր մտնողի մեջ շատ ավելի լավ գլար, որ գարնիղատին շատ հայ արվեստակետներ, հայրենի արվեստակետներ, կային սպիքերի մոդանները, որպեսի մոդեն իրանչտային մեզ և փոխատակապար։ Ուրեմն մեր առաջին իրագործում իդար այդ մեկը և ադոր համար չապենատերի վրան էին։ Երկրորդ, մենք դիտնենք սկացական հայրենասիրական ասկացումները, վերջին աշխով մենք կուզեինք իդալ, թե հայրենիքի մեջ երոսած արվեստակետը ինչպես կստեղծագործի։ Վերջին աշխով հայրենի արվեստակետներու զանության մեր սահմանը Սարյան, Հակոբյան, Միքանյաններ անգյանտի չեր անցներ, բայց գիտենք, որ 1000 ավելի նկարիչներ կողություն Հայաստանի մեջ և լավ գլար, որ այս նորտամքերը զարոտ լայն սպիրկա իրականության։ Ուրեմն մեր արդար իրավունքներ, որ գիտնանք, թե ով է հայրենի երիտասարդ նոր նկարիչը և ինչ ցեղով գնգալ է աշխարհի հարցերը, ինչ հագաստեցյունի աշխարհի մեջ պատահող դեպքերը հանդեպ և այդ մեկն ալ գար մեր մտքի մեջը։ Իսկ երրորդը գար, որը նույն շատ կարևոր, ուզեինք, որ հայրենի արվեստագետը ինքը շփում ունենա մեզի հետ և տեսնա, թե ով է սպիրկայի գոչված այս տիբարը, ինչ են իր աշխարհը, իր մտածումները, որպեսզի ապակա իր ստեղծագործության մեջ այդ մեկն ալ իր բաժին ունենա։ Եվ այս մեր երեք իրագործումները գարձեք ամբողջությամբ իրագործվեցան, անցյալ ուրբաթերի մեր հյուրն են իրենք, մոդեն քիչ բավերի ճանց իրենք, մեր խոսակցություններու ընթացքին հայտնի եղավ, որ գարձես երազի պես բանը պատահադեր 70 տարիներու բաժանումը ոչինչ կնշանակե, նույն հարազատ ժողովրդին, նույն հարազատ զավակներն են, որ իրար գտնեինք և բացարձակապես հաղորդակցելու դժվարություն չունեինք։ Մեզ համար ուրախություն էր հաստատել, թե հայրենի արվեստագետը իր այս գործերու մեջ գրծած է աշխարհի սրդին հետ, բազգերագին հետ կապ պահել, առավել հավերցնել այնինչ, որ այսպես ասած հայկական չի մնե այդ մեգրնալալ քույն, այդ մեգրնալալ որոշ մոկիմը, այդ մեկնալ մեզ համար քիչ ուրախություն չէր։ Իսկ անգերդորեն ասած, մեր այս մտերիմ խոսակցությունների ընթացքին մնայուն ցևով հայրենիքի ներկա իրականությունը մեզ խանգարեր, մեր խոսակցություններու մաս կազմեր։ Գիտեք, որ ինչ ներկա վիճակի մեջ դաժան պայմաններու մեջ էր ներկայիս հայրենիքը գլխավորապես ֆիշպախտության, անարդարության ոչերին պատասխանելու միակ ցևը կենթանի ըլլալն է, ստեղծագործելն է։ Եվ այսօր հայրենի արվեստագետին մեր մեջ ներգալալը, ստեղծագործելը նույնքան կարևոր բան է, որչափ հետաշենի մեջ գրվող ֆեդային առաքելությունը։ Այնպես որ մենք քարեր առաջ արդեն որոշած էինք լույսով ստեղծագործության պայքարին բաժանության և բռնատիրության դեմ։ Եվ նույն երագն է, նույն գիծն է, որ կշարունակվի։ Ուրեմն այս բոլորին ետքը իրենց մենք քրետ է ներկայիս մեր բոլոր իրագործումները իրագործած ենք։ Կմնա, որ այս առաջկա շաբաթվա ընթացքին իրենք ավելի մոդեռն ծանոթանան ցեզի գլխավորապես այս քաղաքի մեջ գործունեող արվեստագետներն են, որովհետև իրենց նպատակները մեկնալ, ինչպես իրենք մեր հյուրը եղան, այնպես մնալ որ հայ արվեստագետն ալ, սպիրկայի արվեստագետն ալ հայրենիքի հյուրը։ Եթե վշվարեցիք, ես տնապ չխոսեցա մեր ցածո արվեստագետներու մասին։ Ցեզի վրգած ռեդոմսյորու մեջ իրենց մասին հավելյալ դեպքեր կան, բայց որպեսզի գործությունանա, ես հայրենի նկարիչների կենտրոնի ներկայացուցիչին Երխաչկին խոսքի դամ, որպեսզի երկու խոսքով ներկայացնե եւ մեր արվեստագետները եւ երկու խոսքով ասե թե ինչ են կենտրոնի գլխավոր առաքելությունները։ Մինչ այդ ցեզ մեկ ընտրանք ունիմ, այս մեկը սրտապ ընտրանք մրեկ ուզեմ, որ ես հասկնակ ես գրացներ գործես։ Մեր նշվայլ այս գեղեցիկ իրագործումին համար և գուզեմ խոսք դալ Խաչիկին, Ռամետ Խաչիկին։ Առաջինը ես պետք է բոլորիցդ շնորհակալություն հայտնեմ, որ կազմակերպեցիք այս գեղեցիկ ցուցահանդեսը և պետք է շատ ջերմ բարևներ Հայաստանից և պետք է ասեմ, որ առաջի անգամ ենք մենք գտնվում Կանադայի մեջ, Տորոնտո քաղաքում և մեզ համար շատ մեծ օր է, որ այսօր մենք 3 նկարիչներ այսօր ներկայացնում ենք մեր աշխատանքները և պետք է ասեմ, որ դա սկիզբ է մեր հայրենիք սփյուռք, այսպես ասած, մեր հիմնական գեղեցիկ արվեստի հիմքը դնելուն։ Եվ պետք է ասեմ, որ մեր կենտրոնի մասին մի երկու խոսքով, որ կենտրոնը ստեղծվել է և հիմք է դրվել այն բանով, որ պետք է հայրենիք և սփյուռք եղած արվեստագետները, որոնք ստեղծում են գեղեցիկը, բոլորը միասին պետք է լինեն։ Մեր առաջի խնդիրներից մեկը դա է։ Եվ նույնպես ես կցանկանամ, որ Սփյուռքում գտնված բոլոր
հայ նկարիչները նույն ձևով ցուցադրվեին մեզ մոտ Հայաստանում եւ պետք է ուրախ լինենք այդ ամենի համար։ Այսքան։ Սամվել, գազեմ Սամվելը երկու խոսք լսելի։ Իհարկե թույլ տվեք ձեր բոլորի հետ ուրախությունը կիսել ցանկալ հաջողություն մեր կազմակերպված ցուցահանդեսին, ցանկալ այն բոլոր ընկերներին, որոնք այսօր մեծ քրտնաջան աշխատանք են կատարել ցուցահանդեսը կազմակերպելու համար։ Ես չեմ ուզում որևիցե մեկին անունը առանձնացնել, որովհետև բոլորը միահավասար աշխատել են։ Այն ընկերները, որոնք կազմակերպել են այս ցուցահանդեսը, շնորհակալություն բոլորիս։ Հատկապես թույլ տվեք իհարկե մեր Բաբյան Թավուստին շնորհակալություն հայտնելով բոլորը ընդունում եք, որ նաև ձեզ է հայտնի։ Բացի այդ, նկարիչների կենտրոնը, ինչպես մեր պրեզիդենտն ասեց, կենտրոնի, իրոք արդեն շուրջ 400-450 նկարիչների ընդգրկել է իրեն շարքերում եւ այսօր մենք մի ուրախ լուր պետք է տանենք կենտրոնի մյուս անդամներին, որ եթե հավաքագրած լինենք, մեր շարքերը ավելացրած լինենք Տորոնտո քաղաքի մյուս նկարիչներին։ Թույլ տվեք կենտրոնի անունից այս սուրբ խաչը նվիրել համազգայինին եւ ցանկալ, որպեսզի այս խաչը միշտ մեզ համար ուղեցույց լինի, որպեսզի մենք մեր Աստվածին հավատալով կարողանանք հաղթել ամեն մի կետնավոր ուժի, որը մեզ կխանգարի, մեզ կխոչընդոտի ստեղծագործելու եւ ապրելու համար։ Շնորհակալություն բոլորին։ Արդեն բավական գեղեցիկ հավաքածուի վրա գավելնա նաև այս հավաքածուն։ Շուտով հուսանք առանցին ցուցասրահի բաժին մտնել դրա կենտրոնի մեջ, որ մեր հարգի դային անցավ բոլոր արվեստագետներու մեծից կադրեն գեղեցիկ նվերները կարողանում արդարոն շարժվել եւ եկող կացով հյուրերն ու նոր սերունդը վայել արյունալ դինենք։ Ընկերներուս միության նոր շնորհակալություն ազնիվ նվերին։ Շնորհակալություն։ Շանթեսը փացել արի վերել։
Thank you.